Հայաստանցի բռնցքամարտիկներից մինչ օրս միայն Վլադիմիր Ենգիբայրյանին է հաջողվել օլիմպիական չեմպիոն հռչակվել։ Դա հեռավոր 1956 թվականին էր Մելբուրնում։ Կաշվե ձեռնոցի հայ վարպետն իր մարզական կենսագրության ընթացքում նաև Խորհրդային Միության և Եվրոպայի եռակի չեմպիոն է դարձել։ 79-ամյա վետերանը 1994 թվականից ի վեր բնակվում է Միացյալ Նահանգներում։ Վլադիմիր Ենգիբայրյանն այս օրերին Երևանում է։ Մարտի 1-ին օլիմպիական չեմպիոնին հյուրընկալել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Մենք շատ ուրախ ենք հանդիպման համար։ Միշտ մեր համար մեծություն է եղել Վլադիմիր Ենգիբայրյանը, որը դա մեր պատմության մեջ մարզաշխարհում իրոք լեգենդա է եղել եւ մենք դրանով ուրախանում ենք, հպարտանում ենք եւ ամբողջ մեր ազգը իրոք որպես մեծություն մարզաշխարհում, որը պատմության մեջ ոսկի տառերով գրված է։ Վլադիմիր Ենգիբայրյան, որ հայ ազգի պատիվը մարզաշխարհում օլիմպիական խաղերում բարձր է պահել, լինելով օլիմպիական չեմպիոն 1956 թվականին, լինել Եվրոպայի եռակի չեմպիոն, լինել Սովետական միության եռակի չեմպիոն, մինչև այսօր մենք նախադեպը չունենք։ Հաջորդ տարի Վլադիմիր Ենգիբայրյանի 80-ամյակն է նշվելու։ Գագիկ Ծառուկյանն իր պատրաստակամությունը հայտնեց օլիմպիական չեմպիոնի հոբելյանը մեծ շուկով տոնել հայրենիքում։ Իհարկե, մենք մեծ ուրախությամբ 80-ամյակը կարող ենք բարձր մակարդակով կազմակերպել, մեծարել։ Մյուս տարի անպայման, եթե կցանկանա, գաք Հայաստան, մեծարման երեկո կազմակերպենք, որտեղ մեր համար իրոք որպես մեծություն մարզաշխարհում, որը մենք պարտավոր ենք գնահատելու, մեծարելու, ուշադրություն դարձնելու։ Ի նշան երախտիկի Գագիկ Ծառուկյանն օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբայրյանին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բարձրագույն պարգև ոսկե շքանշանով պարգևատրեց։ Ես ուզում եմ Վլադիմիր Ենգիբայրյանին որպես օլիմպիական կոմիտեի նախագահ, օլիմպիական ամենաբարձր պարգևը այս ոսկե շղթան ես իմ կողմից ուզում եմ հանձնել Վլադիմիր Ենգիբայրյանին։ Շնորհավորում եմ ձեզ։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը արժեքավոր նվեր հանձնեց նաև Ենգիբայրյանի տիկնոջը Տիկին Քնարիկին։ Ենգիբայրյանները նույնպես ձեռնունայն չէին եկել։ Վլադիմիր Ենգիբայրյանն իր ժամանակին Եվրոպայի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել եւ բյուրեղապակյա գավաթի արժանացել։ Հանրահայտ բռնցքամարտիկն այդ գավաթը նվիրեց Գագիկ Ծառուկյանին։ Վլադիմիր Ենգիբայրյանն իր հուշանվերների հավաքածուն տրամադրելու է ՀԱՕԿ-ին։ Գագիկ Ծառուկյանն էլ խոստացավ, որ հայկական սպորտի կենթանի լեգենդն իր հաղթանակները հավերժացնող մշտական անկյուն կունենա ինչպես ՀԱՕԿ-ում, այնպես էլ բռնցքամարտի Ենգիբայրյանական մարզօջախում։